ես դիզայներ չեմ մասնագիտությամբ, ես չեմ նկարում, ինչու շարֆ։ Հիմնականում աշխատում է այն երևույթը, թե ինչ է կատարվում բրենդի ետնաբեմում։ Հիմա մենք Այսինքն ձեր մոդելը աշխատում այդ տենդենսը բաց խոհանոցի գաղափարը, հա։ Միլանի Fashion Week-ի շրջանակներում ներկայանալ Փարաջանովյան թեմայով, արտույտը ներկայանալ Փարաջանովյան թեմայով։ Կարելի է ասել մանկությունը ինձ ձևավորել է, պատրաստել է այս գործին։ Մեկ էլ հնզանք Ժորժ ջան, էքսպո նաև պետք է գնալ, որպեսզի տեսնես, որ քո արտադրանքը ինքը համապատասխանում է այսօր ընդհանուր ցուցադրելիք ապրանքների իշոր ցուցանիշներին։ Ողջույն։ Ես Նարեկ Ալեքսանյան եւ B1 մեդիայի եթերում շարունակում ենք բիզնեսմեն թե բզբզմեն հաղորդաշարը եւ այսօր մեր հյուրն է Արևիկ Արաքելյան, ողջույն։ Ողջույն։ Արևիկ Արաքելյան Արտույտ ապրանքանիշի հիմնադիր տնօրենն է։ Արևիկ ջան, մեր ամբողջ քննարկումը դույով է լինելու, որպեսզի ավելի ամիջական լինի, հա, քննարկումը եւ ընթացքում մեր թիմի կողմից, որպեսզի մեր քննարկումը ել ավելի ինտրիգային լինի, թիմի կողմից ունենք ուրեմն ձևավորված հարցեր, պատասխանների իհարկե տարբերակներով, բայց թիմը ամեն ինչ արել է, որպեսզի Արևիկը սխալ պատասխանի, ինչու որտեղ սխալ պատասխանի դեպքում ունենք բզբզ հարցեր, այ դրա համար էլ դեռ ասում եմ, այս մեր հանդիպումը դառնում է ավելի կարևոր, ճիշտ պատասխանի դեպքում անցնում ենք առաջ, սխալ պատասխանի դեպքում դες փոքրիկ պատիժ բզբզ հարց, բայց ասում եմ, այդ ամենակարևոր չի, կարևորը այսօր փորձենք մի քիչ ավելի, եթե կարելի է այդպես ասել, արվեստի թեմային անդրադառնալ կոմերցիոն տեսանկյունից ու ոչ թե ցանկությունների ու կենացների մակարդակում, այլ արդեն կատարված աշխատանքի, հաջողված փորձի, որը միանշանակ ողջունելի է, եթե ինչ-որ հետաքրքիր նորամուծություններ, ինչ-որ բաներ ունեք մեկնարկից առաջ, խնդրեմ։ Այս տարի, քանի որ լրանում է Արտույտի 10-ամյակը, մենք որոշել ենք հետաքրքիր ձևաչափով հանդես գալ, չեն լինելու հատուկ այնց կոլեկցիաներ, որոնք բաղկացած են մի քանի շարֆից, այլ թողարկվելու են limited edition շարֆեր, մետաքսե շարֆեր, հատուկ թեմաներով, որը լինելու է վաճառքի է լինելու միայն այս տարի։ Հետո էլ չի լինելու։ Հետո էլ չի լինելու։ Նախ արդից օգտվելով շնորհավոր ձեր Շնորհակալություն 10-ամյակը, երբ որ ասում եմ արդեն այդ օրն ու ժամն է գա, խնդրեմ ինձ հիշացնեք, ես վերջերս ես բացահայտել եմ, ես ավելի շատ սիրում եմ այն իմ ընկերներին, ովքեր հիշացնում են, որ իրենց ծնունդն է, որովհետև սոցիալական ցանցերից գրեթե բոլորի դուրս եմ եկել ու տենց բոլորից, որովհետև կյանքը բավականին տեմպը արագացել է, ու լիքը բաներ դու երեկոյան հիշում ես, առավոտյան մոռանում ես արդեն որ պետք է շնորհավորես, կամ առավոտը մտքիդ եկավ, մտածում ես շատ ուշ այսա կզանգեմ ու չես զանգում, այնպես որ արդից օգտվելով շատ կարևոր իրադարձություն է 10-ամյակ, թվում է թե ասում եմ դա ինչ էր էլի, բայց բավականին լուրջ երևույթ է 10 տարի բիզնեսը կայացրել եք մանավանդ շատ հետաքրքիր ոլորտում ու այդ խմբականակի հետ է կախված երևի, այսինքն ինքը ինչ-որ կապա ունենալու 10-ի հետ, ինքը իր մեջ ինչ-որ էլի գողտրիկ բաներ ունենալու 10-ի հետ այդքան չէ, վիզուալ մի զրոյով ավել, բայց ամեն մեկից 100 հատ է արտադրվելու 10 անգամ 10, 10, այո, всё շատ լավ է։ Արդեն անցնենք առաջի հարցին։ Գնացինք։ Նշված նկարներից, որի հիման վրա Արտույտն ունի եւ շարֆ եւ ապարանջան։ Ես տարբերակներ ունեմ։ Որովհետեւ իրանք շատ են։ Ահա, լավ։ Գայանե Խաչատուրյան կանայք, Աշոտ Բայանդուր համերգ, Միրան Ավետիսյան սիեստա եւ Դ տարբերակ Արամ Իսաբեկյան արահետ։ Ուրեմն Աշոտ Բայանդուր համերգ։ Աշոտ Բայանդուր համերգ։ Արևիկ ջան, ասում եմ մեզ դժվար է լինելու։ Ինձ էլ է թվում, որ դժվար է լինելու։ Ես այդպես երկար խոսում, որ թիմը արագ հարցերը փոխի։ Միշտ գնալով բարտասնի, սա ճիշտ պատասխանն է։ Մի քիչ կուզենամ այստեղ մի քիչ բացենք, հա, մեր ինչու հենց շարֆեր, արվեստի գործեր, նոր, ուրեմն թվում է թե Պարզ խոսենք, էլի լիքը մարդ նայող դիտող կարող ասի, ահա, վերցրել են մեր արվեստի գործը, սարքել են հիմա էլ շարֆ, հետո, այսինքն սա նաև այդ ամենը էլ ավելի տարածելու ու շատ դեպքերում, հա, արվեստի գործը մարդու
մի քիչ գրեական մոտիկացնելու, ավելի ու նաև պատասխանատվության մեծ կտոր կա։ Ոնց է այդ ամեն ինչը կառավարում, չէ՞ որ մի բան ասում եմ, երբ որ չես կայացել, լրիվ ուրիշ բան է, երբ որ կայանում ես, ատելության խոսքը աճում է ցավոք սրտի, չէ՞։ Այդ պահերին ոնց եք դուք անդրադառնում, ռիսկերը ոնց եք հաշվարկում, ոնց եք ընտրում այս կամ այն գործը, ու արդյոք, հա, ունեք ձեր ոսկե կոզրները, որ դա չդառնա միամիտ մեր մոտ ամեն ինչը փողոցով է, չէ՞, տորթերի փողոց, քյաբաբի փողոց, հա, վատ իրերի փողոց, ու հիմա միամիտ բոլորը սկսեն շարֆ արտադրել։ Եկեք ուրեմն սկսենք սկզբից, երբ որ այդ մտահղացումը ինձ մոտ առաջացավ, հա, եւ հասունացավ պահը, որ պետքա զբաղվեի այն գործով, որի մասին ես միշտ երազել եմ, ոչ թե շարֆ արտադրելու, այլ նորաձևությունը կապել արվեստի հետ։ Բայց քանի որ ես չունեի, հա, համապատասխան կրթություն, ես դիզայներ չեմ մասնագիտությամբ, ես չեմ նկարում, չնայած գնացել եմ երկար տարիներ Իգիթյանի գեղագիտական դպրոց, կենտրոն, ավելի շուտ։ Կարայիք մի բան նկարեիք, ասեիք, սա ժամանակակից արվեստ է, դու լի չես հասկանում։ Չէ, դե դու այդքան չես հասկանում։ Դիլետանտությամբ չեն գնում։ Հա, լավ, օքեյ։ Միգուցե նաև իմ ճաշակը ձևավորվել է նաև այդ կենտրոնում, ոչ թե միգուցե այլ հաստատ, հատկապես իմ ուսուցչի շնորհիվ, նկարչուհի Սոնա Բանոյանի։ Ողջունում ենք, մենք կեցեմ բոլոր այն ուսուցիչները, ովքեր կարողանում են այդպիսի հետք թողել, էլի մարդկանց մոտ, նաև եւս սերը դեպի այդ զգուշորեն մոտենալ արվեստի գործերին, հա։ Այո, զգուշորեն եւ ինքը շատ տաղանդավոր նկարչուհի է, բացառիկ տաղանդով օժտված եւ հետո նաեւ այն շրջապատը, որում ես մեծացել եմ, նաեւ էլի կապված էր եւ արվեստի հետ, կարելի է ասել մանկությունը ինձ ձևավորել է, պատրաստել է այս գործին։ Ես հասկացա, Արևիկ ջան, դուք նաեւ հիմա ձեր մրցակիցների մեջ այդ կոմպլեքսներն եք մտցնում, եթե դու մանկությունից չես անցել, չես տեսել, ամեն ինչ գալիս չես անցել իմ ուսուցչի ճանապարհը, ամեն ինչ սկսել է մանկությունից։ Հիմա դա տրենդ է, չէ՞, ամեն ինչը մանկության մեջ է։ Ասում եմ, լավ չես ապրում, մանկությանդ մեջ մանարի խնդիր է, էլի։ Ընկել ես սոցիալական հարցեր ես ուզում լուծես, մանկության մեջ մանարի։ Երբ որ հասունացավ այդ պահը եւ ես չունեի այդ կրթությունը, քանի որ ես մասնագիտությամբ արևելագետ եմ, որոշեցի անել մի բան, որը կարող եմ ես ինքս դեռ անել, հետո նոր սկսեմ դիմել մասնագետներին, հա։ Իսկ շարֆը, ինչու շարֆ։ Ես շատ եմ ճանապարհորդել եւ ամեն անգամ, երբ որ գնում էի տարբեր երկրների թանգարաններ եւ հետո այդ թանգարանների այցը վերջանում էր հուշանվերների խանութով, որը լրիվ տրամաբանորեն է, ու այդպես է պետքա լինի, հարգելի մեզ լսող հայաստանյան բոլոր թանգարանների գործիչներ, աշխատակիցներ, դա լրիվ նորմալ է, խնդրում եմ դրան շատ ուշադրություն դարձրեք, ոչ թե ասենց անցնում ես կողքով մի հատ էլ խանութ կա դուրսը, չէ, հենց տրամաբանորեն, ուզած, այն duty free կանոններով, բոլոր կանոններով։ Այո, թանգարանով, այո։ Եվ ամեն անգամ իմ, ասենց ասեմ, ես ջղայնանում էի, որ մեր թանգարաններում եւ ընդհանրապես մեր արվեստը համապատասխան ներկայացված չի նախ Հայաստանում մեր հանրությանը եւ հետո արդեն բնականաբար Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ այդ պահը, եւ եկավ այդ պահը։ Դա 2016 թիվն էր։ Բայց կամ մեր բախտը բերեց, չգիտեմ, կամ մեզ սիրեցին, մենք քննադատության չենք ենթարկվել։ Մեզ միանգամից սիրեցին։ Ես ուզում եմ մի հատ, քանի որ տեսեք շատ կարևոր բան ասեցիք, մենք հիմա մի հատ ինֆորմացիոն բավականին լուրջ աղմուկի դարում ենք ապրում, երբ որ լիքը բաներ դες մոռացվում է, երբ որ ասում ենք 2016 թվական, ես ուզում եմ մեզ լսող դիտողներին հիշեցնենք, որ Հայաստանի համար դժվարագույն տարի էր, հա, քառօրյա պատերազմ, հետևից ուրեմն ՊՊՑ գնդի հետ կախված իրադարձությունները, այսինքն մենք տարին սկսվել էր ու ընկել էինք տուրբուլենտ իրավիճակի մեջ, դրանով պայմանավորված туриզմի կտրուկ անկում, բայց պատվով երկիրը դրանից դուրս եկավ, նաև ի շնորհիվ նաև գործարարների, որոնք այդ ժամանակ պարզվում է ոչ միայն մտածել են դուրս գալու մասին, նաև բիզնես են հիմնել։
գաղափար են բերել, հա, այսինքն ես այդ ֆոնն է շատ կարևոր էլի, ձեր մոտ դա առաջացավ եւ որն էր առաջին գործը։ Առաջին նկարիչը, անհատ նկարիչը, որ մեզ հետ համաձայնվեց աշխատել, դա Միհրան Ավետիսյանն էր, ժամանակակից абստրակցիոնիստ, ավելի բաց եմ փակագծերը, իհարկե շատ-շատերը գիտեն սրա մասին, մեր լավ ընկերոջ քերիներ ինքը, ով համաձայնվեց, Փաստորեն ձեր մոտ էլ է ծանոթ խնամի բարեկամ։ Եվ համաձայնվեց, որ իրան դուր եկավ այդ գաղափարը եւ մենք սկսեցինք ապրինքը շատ։ Այո, որտեվ շատ դեպքերում այդ առաջինը մարդը որ ինքը շուտ իր համար էր իր բոլոր գործերը երեխայի պես են, այսինքն ուրա գնալու, ինչա լինելու, ոնց հանկալվելու, ապրի շատ որ այդ պահին ձեր կողքն է եղել, հա։ Եվ հետո արդեն դրա տարածելիությունը։ Դրա տարածելիությունը արդեն բացեցինք Facebook-յան էջ, արեցինք մեր ուժերով ֆոտոսեսիա, անգամ մի քանի նկար մեր տանն արվել։ Առաջին շարֆը ես վաճառել եմ իմ մայրիկին։ Ասեմ։ Ապրի մայրիկը։ Փաստորեն առաջին ներդրողը մայրիկն է եղել։ Փաստորեն։ Այս այն դեպքերից դուք չեք կարող գնալ հոգեբանի մոտ, մանկությունից բողոքելուց մայրիկից բողոքեք։ Ինքը ձեր բիզնեսի մեկնարկի առաջի փողն է տվել։ Այո։ Եվ երկրորդ արդեն թանգարան գործընկերը Միհրան Ավետիսյանից հետո եղել է Մատենադարանը։ Շատ լավ է։ Մատենադարանը, հետո Կարեն Սմբացյանի գործերով ենք արել եւ հետո սկսվեց արդեն։ Եվ այսպես հաջորդ հարցը, շաբաթվա որ օր է կայացել Փարաջանով 100 հավաքածուի ցուցադրությունը Միլանում, Բագատի Վալսեկի թանգարանում։ Որ օրը։ Այդ օրերը մենք տարբերակներ ունենք։ 5 շաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Դարձավ Թաթայի եւ Տաթև Ասատրյանի երգ։ Այսպես 5 շաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Ասենց ասեմ, ես այդ օրը, երկու օրը կյանքում չեմ մոռանա։ Դա եղել է շաբաթ եւ կիրակի։ Կյանքում չեմ մոռանա։ Հա։ Այո։ Դե ինչ ասենք, սա ճիշտ պատասխան է։ Մենք համ շաբաթ ունենք, համ կիրակի ունենք, բայց չգիտեմ ինչի մեր թիմը այտենց նշել է ուրեմն կիրակին, երևի կիրակի օրը ինչ-որ կարևոր իրադարձություն է եղել, հա։ Երկու օր էր այդ միջոցառումը, ինչ էր իրենից ներկայացնում։ Առաջին օրը դա կինոդիտումն էր, Փարաջանովյան ֆիլմերի, որը ներկայացնում էր այնտեղ Ոսկե ծիրան կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Շատ լուրջ է մոտիկացել։ Շատ լուրջ միջոցառում էր, իրոք շատ լուրջ էր։ Իսկ հաջորդ օրը արդեն նորաձևության այդ ցուցադրությունն էր արտույտի եւ շարֆերի եւ շորերի, այնտեղ նաեւ վերջում, հա, եղավ իմերսիվ շոու Փարաջանովի վերաբերյալ, Փարաջանովի կյանքի վերաբերյալ։ Ես նախանձեցի, ինչի այդպիսի բան չարեցինք հետո Երևանում։ Արել ենք։ Բա ինչի ես չեմ ասել, ուրեմն շատ արել ենք Երևանում։ Կրկնվելու է այդպիսի բաները։ Շատ հետաքրքիր բան ասեցիք, էլի։ Շատ քչերը գիտեն, հա, որ Փարաջանը նաև նորաձևության մեջ ինքը այնպես չի լրիվ ամբողջ միայն արվեստ նորաձևության թեման էլ այսպես թե այնպես արտացոլված է իր գործերի մեջ, հա, շատ համարձակ պրոյեկտ է Միլանում, այտենց ես մեկը առնետային հարցերի ուրեմն ցուցակ ունեմ։ Լավ։ Այսինքն ես հասկանամ գնացինք Միլան, որովհետև շատ դեպքերում ասում են, օրինակ գնացել ենք ես ինչտեղ ես ինչ միջոցառումն ենք արել, նկարները նայում ես ու նկարների մեջ տեսնում ես որ մենք հայաստանցիներով գնացել ենք Միլանում, նո պայմանական եմ ասում, էլի։ Այսինքն ում համար էր դա։ Արդյոք միջազգային գործընկերների համար էր, ներգրաված էր հայկական համայնքը, ներգրաված էին բոլոր այն հայաստանցիները, որ այստեղից գնացել էին, նաև եկան այդտեղ։ Թե իսկապես ինքը միջազգային միջոցառում էր ու կարողացավ ինչ-որ նպատակի ծառայել ձեր բիզնեսի տեսանկյունից։ Էլի սկսենք սկզբից։ Նորից գնում ենք 16 թվական։ Չէ, ընդամենը 24 թվականին Փարաջանովի 100-ամյակն էր եւ պետականորեն դա մտել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ։ Այո։ Ինչպես նաեւ Շարլ Ազնավուրի 100-ամյակը եւ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարությունը հայտարարել էր մրցույթ։ Ով լավագույն event, այսպես ասած,
ասած գաղափարը կառաջարկի եւ ցանկեր մի քանի շատ բազում հայտեր էին ստացել իրենք, մենք տենց գրեցինք, ուղարկեցինք, անկեղծ ասած ոչ մի հույս չունենալով, որ մենք կշահենք ինչ-որ բան, եւ մեկ էլ հնզանք մեկ էլ զանգ, այո, հրավիրեցին մեզ նախարարություն եւ մենք շահել էինք փաստորեն։ Ինչ էր իրենից ներկայացնում այդ միջոցառումը։ Միլանի Fashion Week-ի շրջանակներում ներկայանալ Փարաջանովյան թեմայով, արտույտը ներկայանար Փարաջանովյան թեմայով։ Ճիշտն ասած, շորերի, հա, ինչ վերաբերվում է շորերին, արտույտի համար դա առաջին այսպես ասած փորձն էր, այդպես ներկայանալ, որտեղ մենք միշտ ներկայանում ենք մեր շարֆերով։ Այդպես դա երկրորդ օրն էր փաստորեն, այդ ինչ որ տեղի ունեցավ։ Ճուվին այսին կոլեկցիա մշակեցիք։ Այո, կոլեկցիա ենք մշակել եւ համագործակցելով մեր դիզայներների հետ, թե այնտեղ դրսի, թե չէ, դրսի դիզայներներից։ Եվ արձագանքը ինչպիսին էր։ Դե արձագանքը շատ վաու էր, այսպես ասած, իսկ առաջին օրը, որպեսզի դա լիներ ավելի բովանդակալից, Դուք դրեցիք արդեն կինոդիտում, որպեսզի նաև ծանոթանան Փարաջանովի արվեստին։ Կոմերցիոն տեսամ, նայեք, միանշանակ, հա, այսինքն մենք շատ դեպքերում ասում են, դե հերիքա մեզ գովանք, ժողովուրդ ջան, միջին ստատիստիկ ազգ ենք, աշխարհի բոլոր ազգերն են մերպես, այդ դեպքում ես միշտ ասեմ, ժողովուրդ ջան, մենք մեզ չեն գովում, դրա մասին չի խոսքը։ Եկեք հակառակը ոչ թե գովերքով զբաղվենք, այլ մի քիչ ձգվենք, որովհետև ոչ բոլոր ազգերը աշխարհում այսպիսի ժառանգություն ունեն։ Այսքան այս քանակի խտությամբ 100,000 ազգի ներկայացուցի վրա պասիոնարներ ունեն, մարդիկ, ովքեր այնպիսի բաներ են ստեղծել, որ ամբողջ աշխարհի աչքերում է, հա, ինքը գովերքելու մասին չի, հակառակը ավելի լուրջ վերաբերվելու մասին է աճող սերնդի մեր երեխաներին, որովհետև դա հակառակը դու պետք է հասկանաս հնարավորություններ ստեղծես, որ այս երեխաները շարունակեն այդ նույն տեմպով արարել, հա, որովհետև հենց այնպես չէր էլի ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերցրել Փարաջանով, հենց այնպես չեն վերցնում Ազնավուր, հենց այնպես չեն վերցնում Սարյան եւ այլ, հա, այսինքն այդ մարդիկ ժառանգություն են ստեղծել, հա, ու հենց այսօր է մեր միջավայրում կան այդ երեխեքը, ում պետք է միջավայր ստեղծես, որ իրանք կարողանան աճեն եւ դառնան ապագայի ազնավուրները եւ այլն։ Հետեւաբար արվեստի թեման միշտ տենց ինքը շատ նուրբ է, մենք թողենք արվեստագետները այդ թեմայով խոսան։ Կոմերցիոն տեսանկյունից ո՞րն էր դրա արձագանքը, ո՞րն էր դրա արդյունքը։ Դրա արդյունքը նախ սկսեմ PR-ից, հետո անցնենք միանշանակ բրենդինգը կտրուկ աճեց, մենք ունեցանք 80 մեդիա մենշններ։ Վաու։ Շատ հայտնի պարբերականներից, ինչպես Vogue Իտալիա, Vogue Ֆրանսիա, Fashion TV, YouTube-յան ալիք, մեր այդ catwalk-ը ցույց տվեցին եւ բավականին մեծ անդրադարձ էր։ Marie Claire եւ բազում այդպիսի շնորհակալ եմ, որ կանգնեցիք այդտեղ, որտեղ ես գիտեմ, որ ասում եմ, հետո ես պետք է գլուխը սենց։ Ահա, դրա համար, հա։ Բայց շատ հզոր երևույթ է։ Դա իսկապես, որ པարզ լինի մեզ լսող դիտողներին, ասենք, որ դա բավականին մեծ գումարով շատ դեպքերում դու չես կարող այդ պարբերականներում հայտնվես։ Այսինքն ինքը շատ դեպքերում մասնագիտական մոտեցում ունի։ Իհարկե գովազդով կարող ես, բայց որպեսզի անդրադարձ լինի ռեպորտաժ կամ ինչ-որ խմբագրի կողմից ինչ-որ նշումներ, դա մեծ թվերի մասին է խոսքը։ Okay, բրենդինգը կտրուկ աճեց եւ այնտեղ մենք ունեցանք տեղում վաճառքներ շարֆերի։ Նույնիսկ այդպեսի Այո, նույնիսկ այդպեսի բան է եղել եւ հետո երբ որ հետ վերադարձանք Երևան, մեր այդ 100-ամյակի կոլեկցիան շարֆերի, որովհետեւ շորերը իրանք ոչ կոմերցիոն էին։ Միայն արվեստի ցուցադրության համար, այո, որովհետեւ մենք այդ դաշտ չենք ուզում մտնել։ Այո, ապրեչա։ Ես դրան էի սպասում, գիտեք, հա։ Այո։ Այսինքն ճիշտ է կարել, որ ձեր ֆոկուսը չեք մեծացրել, որտեղ հակառակ դեպքում կկորցնեիք ավելին։ Շատ լավ։ Եվ այդ կոլեկցիան դարձավ մեզ համար շատ անդրադարձային, այսպես ասած, ինքը լավ վաճառվող կոլեկցիա է համար։ Փարաջանով 100-ը։ Իսկ միջազգային գործընկերները ինչ որ նկատեցին ձեզ, համագործակցության առաջարկներ արեցին։
տենց բան, որ ասեմ, տենց շատ Իսկ անդրադարձ օրինակ դուք նկատեցիք, որ օրինակ փաստորեն ձեր նաև բիզնես միտքը միջազգային հետ է։ Գիտեք, շատ դեպքերում դա էլ է կարևոր։ Երբ որ դու գնում ես միջազգային, մենակ ասում են գնանք էքսպո, որպեսզի գործընկեր ձեր բերեն։ Շատ դեպքերում ես ասում Ժորժ ջան, էքսպո նաև պետք է գնալ, որպեսզի տեսնես, որ քո արտադրանքը ինքը համապատասխանում է այսօր ընդհանուր ցուցադրվելիք ապրանքների իշոր ցուցանիշներին։ Դրանից հետո հաջորդ անգամ, որ մենք գնացինք Milan Fashion Week, այնտեղ գալիս էին անծանոթ, ամեն անգամ այդ հյուրերի ցանկը փոխվում է, չէ, բնականաբար, եւ գալիս էին մարդիկ, ովքեր լսել էին արդեն Արտույտի մասին։ Լսել էին, կարդացել էին, Լսել էին, դուք զգացիք, որ արդեն ձեր դիրքը փոխվել է։ Մեր դիրքը փոխվել է։ Գիտեք ոնց միջազգային շուկայում, NL Fashion ոլորտում մի քիչ շատ բարդ է կայանալ, որովհետև ոնց բոլորը չեն սիրում այնտեղ իրար։ Պատկերացնում եք ոչ։ Գիտեք, Արուկ ջան, գիտես ինչ եմ հարցնում, որտեղ մարդկանց մոտ տպավորություն է, որ գիտեք, մրցակցությունը կատաղած իրար մորթում են պայմանական Pepsi-ն եւ Coca-Cola-ն, Orbit-ը եւ Zirol-ը, չգիտեմ, պայմանական Նոյնը եւ Արարատը, հա, այդտեղ է մրցակցությունը, երկու, չգիտեմ, սմբուկի խավիար արտադրող են իրար խեղդում եւ այլն, բայց արվեստի, fashion դաշտում բոլորը համերաշխ են, բոլորը ժպտում են, բոլորը իրարով ուրախ են, արի դու անցի, չէ, միջե դու վաճառի, միջե ես վաճառեմ, սենց։ Չէ, այնտեղ ավելի դաժան է ամեն ինչ։ Բայց ժպիտով են անում ամեն ինչ։ Այո։ Եվ այսպես հաջորդ հարցը YouTube-ում Palette by Արտույտ տեսաշարքի առաջին էպիզոդի նկարագրության բաժնում որ հեշթեգը չկա։ Այդ չեմ հիշի։ Բա։ Այդ մեկը չեմ հիշի։ Բա, այսպես է լինում է, բայց ունենք տարբերակներ։ Ուրեմն ունենք հեշթեգներով գրված fashion, թանգարան, fashion անդարտ եւ D տարբերակը հայկական արվեստ։ Երևի fashion անդարտ։ Դե էս չի լինի էլի։ Այդ բայց իսկականից ես բանով եմ պատասխանել։ Դա ճիշտ պատասխանն է։ Այ քեզ պատմություն։ Սա ճիշտ պատասխանն է։ Դե մի քիչ բարդացրեք։ Հայ սա էս էլի շեղեմ որ սկսեմ մի բան անելը։ Անդրադառնանք մի հատ այսպեսի երևույթին, որ պրոդուկտը որպես այդպեսին ինքը շոշափելի պրոդուկտ է։ Այսինքն մարդը պետք է տեսնի։ Այո։ Ու շատ դեպքերում ինքը դա պետք է տեսնի իր աշկերով։ Շատ դեպքերում, չէ՞ որ դուք թույլ եք տալիս, հա, շփումը մատներով, հա, ու այն պրոդուկտը, որի լուրջ մրցակցային առավելությունն է, որ կրի վերցրաձեռդ ձեր զգա դա, հա, թվում է թե թվային հարթակներով իր առաջխաղացումը հա, մի քիչ ավելի բարդ է լինելու, որովհետև լրիվ ուրիշ բան է, երբ որ դու դա ցուցադրում ես, մարդը ձեռ է տալիս, հա, միտեղ եւ այլն։ Լրիվ ուրիշ բան է կոմունիկացիան կառուցել թվային հարթակներով եւ այլն։ Ուզում եմ մի քիչ այդտեղ այդ դաշտ գնանք, որովհետև մանավանդ ժամանակակից աշխարհը փոխվել է, եթե սկսել եք Facebook-ից, ապա այսօր արդեն TikTok կա, որը լրիվ ուրիշ վարքագիծ է բերում։ Համարում եք դա ձեր համար կարևորագույն խողովակ կոմունիկացվելու ինչ հետաքրքիր նորամուծություններ եք անում, հետևում եք մրցակիցներին Հայաստանում եւ աշխարհի եւ այլ որտեղ այդ ամենը։ Ընդհանրապես իհարկե այդ խողովակները մենք շատ ուժեղ օգտագործում ենք, digital խողովակները, հետևում ենք հիմնականում միջազգային, այսպես ասած, տենդենսներին եւ ինչա կատարվում ընդհանրապես միջազգային շուկայում։ Գիտեք ոնց մի բան ենք մենք հասկացել, որ այս պահին, հա, համենայն դեպս, որ այդ գլանցը, այսպես ասած, այդ գեղեցիկ նկարները, որոնք պետք են, որ ռեկլամ անեն եւ այլն, իրանք ոնց որ էլ չեն աշխատում։ Այ դրան էի տանում։ Այո։ Այո, եւ հիմնականում աշխատում է այն երևույթը, թե ինչա կատարվում բրենդի ետնաբեմում։ Հիմա մենք ձեր մոդելը աշխատում այդ տենդենսը բաց խոհանոցի գաղափարը, հա։ Այո, բաց խոհանոցի գաղափարը։ Հիմա մենք փորձում ենք արդեն
անցել ենք այդ կանգնել ենք այդ ճանապարհին եւ փորձում ենք բացառիկ կոնտենտ է։ Հենց հիմա Արևիկը բացահայտում է թե ինչ է կատարվում, հա, այսինքն նախ տրենդի համար շնորհակալություն, որ ասեցիք, որովհետև զարմանալի էր, հա, այն որ էմոցիա է պահանջվում, դա միանշանակ, բայց այդ տրենդը, որ բաց պետք է ցույց տաս, այսինքն դուք արդեն նաև ցուցադրում եք, թե ոնց է այդ ամեն ինչը ստեղծվում։ Ոչ թե ստեղծվում, այլ որովհետև մենք արտադրական process իրականում չենք կարող ցույց տալ մեր հաճախորդին, քանի որ մենք չենք կարող գնալ Իտալիա եւ ցույց տալ ոնց է դա արտադրվում, հա, անընդհատ։ Այդ ամենը արտադրվում է Իտալիայում։ Այո, բնական հումքով շարֆերը բոլորը արտադրվում են Իտալիայում։ Այստեղ էլ չենք կարող ցույց տալ, որովհետև այդ արտադրությունը էլի մերը չի։ Մենք outsource ենք անում, այն արտադրողի հետ, այսինքն տպարանի կոնկրետ, որի հետ արդեն 10 տարի աշխատում ենք էլի, բայց այդ էլ մերը չի, մեր դաշտը չի, մենք չենք կարող գնալ դա ցույց տալ։ Բայց մենք ցույց ենք տալիս ինչով է զբաղված Արտույտը ամեն օր։ Ուզում ենք ցույց տանք։ Ես ուզում եմ ասեմ, ինչով եք զբաղված։ Ինչով ենք զբաղված։ Նու տենց կոնկրետ վիդեոներ դեռ չկան, բայց դրանք սպասվում են։ Ահա։ Իսկ հիմա այս փուլում ես ավելի ակտիվացել եմ ես ինքս սոցցանցերում եւ ինքս եմ ցույց տալիս ինչ ունենք մենք այս պահին խանութում, ինչ նորություններ ունենք, ինչի հետ կարելի է համադրել։ Դուրս եկեք առաջին։ Այո, ես դուրս եմ եկել առաջին գիծ, այսպես ասած։ Իրականում ի սկզբանե ես միշտ եղել եմ առաջին գծում, որովհետև երբ որ մենք երկուսով էինք կամ երեքով էինք, էլի մինչև հիմա հիմնականում ես միշտ լինում եմ խանութում։ Այսինքն յուրաքանչյուր հաճախորդ, երբ որ գալիս է Արտույտ, կարող է, չգիտեմ, շատ հազվադեպ լինի, ես լինեմ հանդիպման, ինքը ինձ այնտեղ չտեսնի։ Կամ հարցազրույցի մեջ եք։ Կամ հարցազրույցի մեջ եմ, ինչպես հիմա։ Ես այդ process-ը սիրում եմ, ես սիրում եմ հաճախորդի հետ շփվել։ Հաճախորդն էլ գնահատում է այդ պահը, երբ որ գալիս է ինձ այնտեղ տեսնում, այսինքն Արևիկ ջան, մի հատ ես կուզենամ այս պահը մենք ֆիքսենք, որովհետև դուք լրիվ թե ինքներդ բիզնես զարգացման ընթացքում դրան եկել ներքուստ, որտեղ շատ դեպքերում գործարարները դա անում են ինտուիտիվ, իրանց մոտ դա բնական ճանապարհն է էվոլյուցիոն, հա, այսինքն այնպես չի որ իրանք 75 հատ գիրք կարդացին կամ 64 հատ տրեյնինգի գնացին ու այնտեղ իրանց էդի ասեցին, այ շատ կարևոր բան ասեցիք, տեսեք, երբ որ ձեր բիզնես մոդելը գծենք, գործը ձերը չի, շարֆը ձերը չի, այնպես չի որ շարֆով այս ֆորմա դուք եք օրինել, բնականաբար, հա, այնպես չի որ շարֆի արտադրությունը դուք եք անում, շարֆի նյութ փոխանցելը դուք եք անում, այնպես որ Facebook-ը որպես սոցիալական ցանց կամ Instagram-ը կամ TikTok-ը դուք եք հորինել։ Այսինքն, երբ որ դու այդտեղ գրում ես, բա այդտեղ հարց առաջանում, ու սա շատ կարևոր է բոլոր բիզնեսները իրենց համար այդ տնային աշխատանքը կատարեն։ Բա ո՞րն է իմը, հա? Որտեղ է այն արժեքը, որտեղ հաճախորդը պետք է գիտակցի, որ դուք անփոխարինելի եք։ Սա է, դուք եք։ Այսինքն ինքը, չէ՞ որ ինքը այդ արվեստի գործը կամ ինչ-որ մի product գնում է ձեզանից։ Ու դուք եք այն մարդը, որ իմ կարիքը միջև վերջ բացահայտելու եք, լուծում եք առաջարկելու ու այսուհետ ես իմ փորձառությունը կապելու եմ ամենայն հարգանքով ոչ թե այս կամ այն նկարիչի գործը շարֆի հետ կախված, ու հետեւաբար կարող է այդ շարֆը եւ գործը հանդիպեմ ուրիշ տեղ, ուրիշ վայրում, այլ ձեր հետ։ Այո։ Իսկ ձեր փորձառությունն է հետաքրքիր։ Շատ հետաքրքիր ձևով եք եկել այդտեղ։ Ուրեմն անցնենք հաջորդ մեր հարցին, հրաշք բալիկների կողմից Տերյանքից պարկի ունենք հանելուկների շարք։ Հիմա Լևոնի կողմից հանելուկը կլսենք, հա, եթե պետք լինի կարող ենք կրկնել, բայց պատասխանների տարբերակ չունենք։ Պետք է միանգամից գուշակենք, գնացինք։ Ես փոքրիկ կտորից պատրաստված բան եմ, որ սարքում են քիթը, ձեռքերը եւ արցունքները։ Ես փոքրիկ կտորից պատրաստված բան եմ։ Ես ունիս լավ էլի հուշում։ Սրբում եմ քիթը, Աշկինակ։ Նույնիսկ Լևոնն է Արևիկ այսօր քո կողմից։ Մենք էլ չգիտենք, ես սենց սոս կանչում եմ, ուրեմն
տեսնեմ որ կողմից ինձ կմիանան, այս քեշ բզբզ հարցերը սպասում են։ Դա ճիշտ պատասխանն է։ Մի հատ կուզեմ քննարկենք, քանի որ բալիկի կողմից էր հարցը, երիտասարդների թեման, հա, որտեվ միշտ տպավորություն է, որ արվեստը ուղղված է ավելի գիտակից հասակին։ Այսինքն դու մտածում ես, որ մարդը պետք է լավ իմաստով հասունանա, որտեվ այդ մոլուցքն է կա, էլի, մենք մարդուն, որ երիտասարդ չի, չնայած առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երիտասարդ է համարում այսուհետև մինչև 45 տարեկան է։ Այսինքն մինչև 45-ը երիտասարդ ենք։ Ես արդեն նախկին, արդեն 2 տարի է ինչ։ Հա։ Բայց իմ հետևից գալիս է, անկեղծ, ես ինչքան մեծանում եմ, այդ թիվը բարձրացնում են։ 30-ից գալիս է։ Հա, 27-եր հետո 30 սարքեն հետո 35, հիմա 45։ Իդեպ դրա հետ համատեղ նաև մեծանում է մանկամտության տարիքը, մանկամտությունը մինչև 42-ն է։ Այնինչ ավարտվում էր 22-ով ժամանակին։ Հա, մինչև 42 տարեկան ինֆանտիլիզմը, մանկամտությունը մեծացել է տարիքով։ Խաղեր են սիրում եւ այլ։ Բայց վերադառնանք, համարվում էր, որ եթե դու երիտասարդ ես, ապա դու ծեր ես։ Այնինչ ակնհայտ է, որ երիտասարդից հետո գալիս է հասուն տարիքը, ինչի համար մարդը ստեղծված է եւ պետք է արժեք թողի, ժառանգ թողի եւ այլ, հետո նոր արդեն գալիս է ավելի հանգստանալու ժամանակը։ Բայց արվեստի պարագայում շատ հստակ էր, դա մարդը պետք է հասունանա, նոր հասկանա այդ արվեստի գործը։ Ու ամեն ինչ արվում էր, որ երիտասարդների երեխաներին գոնե մի քիչ մոտիկացնել։ Ձեր մոտ ինչպես է։ Այսինքն երիտասարդների համար էս ամենը արժեք է թե ոչ։ Ես կարծում եմ այո։ Քանի որ մեր նպատակը ի սկզբանե հայկական արվեստը ճանաչելի սարքելն էր Հայաստանի սահմաններում եւ Հայաստանի սահմաններից դուրս։ Այսպես նկարագրեմ, հա, արտույտի շնորհիվ շատ մարդիկ, ես չեմ խոսում արվեստասեր նեղ են շրջանակների մասին, ովքեր բոլորին գիտեն, հետաքրքրված են արվեստով, սովորական մարդիկ, ովքեր գալիս են ձեռք բերելու ինչ-որ նվեր իր։ Ասեմ ձեզ, Արվի ջան, շատ կարևոր բան է, մենք այսուհետև պետք է համակերպվենք այդ մտքի հետ, որ կա մասնագիտական պղպճակներ, բաբլներ, հա, եւ կան այսուհետև դու կարող ես այդ պղպճակում չկաս ու դու բնականաբար օրինակ մարդիկ իրար ճանաչում են, հիմա համոզված են, բոլորը անգիր գիտեն, բոլոր շեֆ խոհարարներին, եթե իրանք այդ պղպճակի մեջ են։ Իհարկե։ Բայց դու օրինակ քո կյանքով ես ապրում, ուրիշ պղպճակի մեջ ես, ու դու չգիտես այդ երևույթը, ու նույնիսկ նորությունները այդ ոլորտի դու չգիտես, որովհետև այսուհետ մենք չունենք մեկ մեդիա, որը տենց տարածում է ինֆորմացիան ու դու գիտես, հա, պետք է ավելի բարդ է դառը, ես ինչի հարցրեցի թվային, որովհետև ավելի բարդ է այսուհետև ինչ-որ բան ստեղծել եւ տարածելը, հա, որովհետև դու պետք է բոլոր պղպճակների մեջ մտնես ու ինչ-որ մի ձև այդ ամեն ինչը տարածես։ Հետևաբար, այո, այդ միսիան, որ ասում եք տարածել հայկական արվեստը, դա Եվրանյուզով ռոլիկ ցույց տալը չի, էլի, շատ բարդ աշխատանք է։ Այո, դա ամեն օր աշխատանք է, տարիների աշխատանք է։ Ինչևէ, երբ որ հաճախորդը սովորական հաճախորդը գալիս է գնելու պարզապես նվեր։ Ինքը տեղ մեզ մոտ սովորում է բացի Սարյանից եւ Մինասից այլ անուններ։ Այս 10 տարի սովորել է եւ դեռ շարունակում է սովորել։ Մեր հաճախորդները ոչ միայն միջին տարիքից եւ բարձր են, նաեւ երիտասարդ աղջիկներ են, տղաներ են, ովքեր գալիս են իրենց ընկերուհիներին նվերներ գնելու, մայրիկներին։ Հաջորդ հարցով ուզում ենք հասկանանք արևիկը ինչպես է սինխրոնիզացված արժեքների տեսանկյունից։ Հետևաբար հիմա հնչեցնելու եմ ուրեմն մեր հայ մեծերի 4 խոսք, որը որ մինչ այս, հա, հնչեցվել է նաև թիմակիցներին եւ իրենց կարծիքով ամենահոգեհարազատը արևիկի համար հենց այս մեկն է լինելու։ Լավ։ Միայն ազնիվն է զորավոր, Գարեգին Նժդե։ Իմ համոզմունքն է, որ ամեն մարդ աշխարհ գալիս իր բաժին հարցերն է ստանում, Տիգրան Մանսուրյան։ Ամենամեծ վարձատրությունը հարազատ ժողովրդի սերն է ու այն գիտակցությունը, որ իրականացրել ես բոլոր երազանքներդ, Գոհար Գասպարյան։ Եվ դա տարբերակ դու փորձիր հասկանալ, փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց, բարին երբեք չի վերջանում։ Վիլյամ Սարոյան։
Գարեգին Նրդեհը երևի։ Միայն ազնինն է զորավոր Գարեգին Նրդեհ եւ հետո արդեն տարբերակները պետք է կնորից կարդամ, թե Մեկը պետք է ընտրեմ։ մեկը, հո։ Հա։ Այս պայն ամենահոգեհարազատը։ Ինչ ենք հետ նշում այս պայն, որովհետեւ միանշանակ մեր մեծերի խոսքերը ու մենք հենց նպատակ ենք դրել այս շարքի ընթացքում անպայման մեր մեծերի խոսքերն էլ ոնց որ դուք արվեստի գործերը բերեցիք, մենք էլ համարում ենք շատ կարևոր որ մեդիա դաշտում մենք իմանանք որ ունենք բավականին լուրջ մեծեր, լուրջ խոսքերով եւ այսպես դե ես կարծում եմ Գարեգին Նրդեհ։ Այս այն դեպքերից է որ իհարկե ասում եմ մեր քննարկման թեման էր բավականին անկեղծ եւ ազնիվ ու ուղղորդում էր որ այդ կողմ գնալ, բայց թիմակիցները համարում են, որ Տիգրան Մանսուրյան իմ համոզմունքն է, որ ամեն մարդ աշխարհ գալիս իր բաժին հարցերն է ստանում։ Լավ։ Այնպես որ թիմակիցները այդպես են մտածում։ Բարի։ Լավ։ Հերթը հասավ։ Վերջապես երկրագնդի վրա իսկապես արդարություն կա։ Իմ թիմակիցները ամեն ինչ արել են, որպեսզի բզբզը չստացվա, բայց քո թիմակիցները օգնեցին, որ բզբզ հարց ունենանք։ Կարդամ։ Իհարկե։ Քեզ համար որն է աշխատակցի ամենահամատեղելի եւ սիրված տեսակը եւ հակառակը աշխատակցի ամենաանհամատեղելի եւ չսիրված տեսակը։ Տակը ունենք։ Այո, Վարդգես Հովեյան, Կարաս գինիների մարքեթինգի եւ վաճառքի տնօրեն։ Ահա, Վարդգեսին նախ ողջունում ենք, Այո։ որտեվ Վարդգեսը եւս եղել է մեր Այստեղի հյուր, եւ ասեմ ավելին, Արևիկ ջան, այսվետեւ եւս ավարտին մտածես կգրես քո սուր բզբզ հարցը եւ որ այստեղ կլինի, այսպես ասում են նաև լավ իմաստով մի քիչ կրվացնում ենք ձեզ, բայց լավ իմաստով։ Եվ այսպես ո՞րն է այդ տեսակը։ Դե Վարդգեսի ողջունում ենք։ Ես կարծում եմ նախ ամենահամատեղելի եւ սիրված տեսակը դա որ ունի հումորի զգացում։ Միանգամից ասեմ, էլի հումոր ասելով ախր այդտեղ մի հատ մեծ խնդիր ունենք, գիտեք, չէ՞։ Ինչն է հումորի զգացումը։ Այն օրը մի հատ շատ հետաքրքիր նյութ էի կարդում, հետազոտություն, որ հումորը գնալով, հա, ասես ասենք, մենք ունենք հումորի տեսակ սատիրա, որը այսուհետ շատ լայն լսարանի համար նույնիսկ հումորի մասին չի։ Այսինքն սրամտությունը հումորի դաշտում չի, ինքը այնտենց առանձին կատեգորիա է դարձել։ Հա, ինքն իր կյանքով է ապրում։ Որտեվ շատ դեպքերում հումոր ասելով մենք նկատի ունենք, օրինակ չգիտեմ, բանանի վրա մարդը ոտը սոտ տվեց, ընկավ ծիծաղելի է։ Չէ, այդ հումորի մասին չեմ խոսում իհարկե։ Սրամտության մասին է խոսքը եւ ամեն մեկը ունի իրեն բնորոշ սրամտություն, որը դա դարձնում իրան ավելի ինդիվիդուալ եւ հետաքրքիր։ Մյուս տեսակը այնա, որ պատրաստակամ է, այսինքն ավելի ճկուն է, հա։ Ճկուն է, այո, ճկուն է եւ կարողանում է, գիտեք ոնց, թեկուզ դժվար սիտուացիայում ոչ թե ելք գտնի կամ չգիտեմ, չէ։ Բայց չի հանձնվում։ Չհանձնվող տեսակն եմ ես սիրում աշխատակցի, այդ ամենահամատեղելի եւ սրամտությունը եւ չհանձնվող տեսակը։ Շատ լավ է։ Ուզում ես սեշնետ։ Պրոստը սուրա։ Որ կլորացած լիներ։ Ոնց ասեցին, ասում բանը, չէ, շարֆի դեպքում բան են ստորագրել, որ կարող մարդը խեղդվի բան։ Հիմա դուք չունեք այդ պայմանագիրը, էլի, ես շփրտեմ միտեղ վնասեմ։ Ձեզ փող չեն տա։ Ասենք մեր ամփոփիչ հարցին, հա, այսօրվա քննարկման հարցի ձևավորման ժամանակ մեր թիմը բավականին լուրջ տանջել է արհեստական բանականությանը, որպեսզի դուրս բերենք հետևյալ ձևակերպումով ուրեմն տարբերակները եւ այսպես գնացինք ըստ արհեստական բանականության կանխատեսման նշված մարտահրավերներից, որը հաստատ չի սպառնում ձեր բիզնեսին մոտակա 3 տարիներին։ Գնացինք տարբերակներ։ Ապրանքանիշի ճանաչման նվազում, մարքեթինգային ծախսերի աճ, տեղական շուկայում նմանակների առաջացում եւ վերջի տարբերակ բիզնեսի ընդլայնման բարդություններ։ Հարցը մի հատ էլ կասեք։ Որ մարտահրավերը ըստ արհեստական բանականության
հաստատ չի սպառնում ձեր բիզնեսին մոտակա 3 տարիներին։ Մարքեթինգային ծախսը։ Ունենք ապրանքանիշի ճանաչման նվազում, մարքեթինգային ծախսերի աճ, Աճ, հա, մարքեթինգային ծախսերի աճ, չի սպառնում։ որ դրանից կփակվենք։ Չէ, դե փակվել չի։ Մարտահրավերը ինքը այնպեսի բան է, որ ինքը կա։ Այսինքն մենք դրա հետ լուծումներ ենք ման գալիս։ Լավ, նորից մի հատ կկարդա։ Ապրանքանիշի ճանաչման նվազում, մարքեթինգային ծախսերի աճ, տեղական շուկայում նմանակների առաջացում, բիզնեսի ընդլայնման բարդություններ։ Ըստ AI-ի։ Ըստ AI-ի, կարանք ջնջելով գնանք։ Օրինակ, բիզնեսի ընդլայնման բարդություններ Դե միշտ կա։ Ահա, միշտ կա։ Տեղական շուկայում նմանակների առաջացում։ Դե դա միշտ կա, լինելու է, բայց Որը որ իդեպ շատ դեպքերում ողջունելի է։ ողջունելի։ Որտեվ բիզնեսը ձեր տոնուսի մեջ կպահի։ Իհարկե։ Ապրանքանիշի ճանաչման նվազում։ Դե այդ հաջորդում է, չէ՞, այդ ամեն ինչը։ Դե մոտակա առաջիկա 3 տարիներին Չէ, օրինակ չէ։ չի սպառնում։ Չի սպառնում։ Եվ մարքեթինգային ծախսերի աճ, Այդ էլ միշտ կա։ այդ չեմ տանջելու։ Ապրանքանիշի ճանաչման նվազումը հնչեցվել էր, ճիշտ AI-ը։ պատասխանն է AI համարում է, որ առաջիկա 3 տարիներին չի սպառնում ապրանքանիշի ճանաչման նվազում։ Երևի ինչ-որ ձև վերլուծել է եւ տենց ոնց են ասում ռեսպեկտ ձեր թվային մարքեթինգի թիմին, Այո։ որտեղ լուրջ աշխատանք է կատարում, ինչի որտեղ AI-ը երբ որ թիմը պրոմպտը տալիս է, նաև տալիս է հարթակները, տալիս է բոլոր ձեր բանը, ինքը վերլուծում տեսնում է, որ գրագետ աշխատանք է կատարվում ու նաև ապրանքանիշի ճանաչմանը եւ տարածմանը նպաստում է այն բոլոր իվենտները, որ օֆլայն դաշտում դուք անում եք։ Այո։ Դրանք էլ են շատ կարևոր, որտեղ միայն թվային հարթակներով բավարարվելը շատ դեպքերում ինքը շատ լավ է, բայց դա բավարար չի։ Դա բավարար չի։ Բոլորը զուգահեռ պետքա գնան։ Զուգահեռ պետք է արվի։ Եվ այսպես մենք ունենք ճիշտ պատասխանը, որին ես շատ ուրախ եմ եւ Արևիկ ջան, բավականին լուսավոր հետարքիր քննարկում ունեցանք, շատ զգայուն թեմայի ենք վերցրել, որովհետեւ շատ դեպքերում ասում են ցավոք սրտի այդ բառակապակցությունը նաև ձեր շնորհիվ Հայաստանում հուսամ կդառնա ոչ արդիական, որ ասում են ամեն ինչը բիզնես են սարքել, բժշկությունը բիզնես են սարքել, կրթությունը բիզնես են սարքել, արվեստը բիզնես են սարքել, չհասկանալով, որ հակառակը, եթե բիզնես է սարքում, ուրեմն իր մեջ տրամաբանություն է առաջացել։ Արևիկ ջան, շնորհակալ եմ բավականին հետարքիր քննարկման համար։ Հետարքիր ասելով ես նաև նկատի ունեմ այն պոզիտիվ դրական միջավայրը, որ ամեն հյուր որ գալիս է իր էներգիայով է գալիս, հա, եւ շատ կարեւոր է, ես հիմա մոտավոր արդեն հասկանում եմ ինչու ձեր հաճախորդները երկար չեն գնում սրահից եւ որտեվ առաջի հերթին դուք սիրում եք ձեր գործը եւ այն ներփորեն մոտեցումը արվեստի գործին, հա, որ ունեք, հաշվի առնելով, որ բոլորս գիտակցում ենք սա կոմերցիալիզացիայի մասին է, հա, եւ սա այն լավ օրինակներից է, որ կգա եւ կփոխի նաեւ Հայաստանում մոտեցումը այն երևույթի, որ ասում են ամեն ինչը բիզնես է սարքել, հա, կրթությունն է բիզնես դարձել, բժշկությունն է բիզնես դարձել, արվեստը բիզնես սարքեցին, չգիտակցելով, որ հենց բիզնես սարքելով ինքը հաճախորդամետ է դառնալու, ինքը ավելի հարգալից ու երկարատև հարաբերություն է ձևավորելու բոլոր շահառուների հանդեպ։ Ու այո, ես կուզենամ, որ մենք մի հատ այդ մոտեցումը վերանայենք ու ամեն ինչը բիզնես սարքենք, որովհետև միայն բիզնեսն է, որ այնպես ստացել, որ ավելի երկար է հարաբերություն կառուցում հաճախորդի հետ։ Հա 5 տարի, 10 տարի, 10 տարի հաճախորդ ունեք, տեսեք դուք ու չեք ասում էլի, դե 3 հատ առելա 4 հատ կգնի։ Չէ, իրայ դուք ավելի երկար հարաբերություններ եք կառուցում, այնպես որ շնորհակալ եմ այդ մոտեցման համար եւ ավարտին մենք տենց մի քիչ մեր թիմն էլ տես չարաճճություն է արել, փորձել է տենց ինչ-որ մի բան ստանալ, օգտագործելով արհեստական բանականությունը եւ դուրս ենք բերել արտույթի համար ուրեմն հորոսկոպ ամիսներով ամեն ամիս ինչ-որ գործառույթ ունեք անելու, շատ լավ, սկսած 26 մարտից մինչև 27-ի մարտը, հա, հետո արդեն կհանդիպենք, կասեք, թե ինչքանով է ուրեմն այն ամեն ինչը տեսել արհեստական բանականությունը ձեր համար կիրառելի դարձել։ Հիմա կարող եք ընդհանրապես մարտը նայել, մարտ ամսվա հետ կախված, օրինակ, համընկնում է ձեր պլաների հետ, թե ոչ։ Ինչ է սպասվում գարնանային թեթև
Պատկերների նկատմամբ հետաքրքրության աճ։ Ինչից զգուշանալ։ Շատ արագ առցանց արձագանքների դիտարկման նոր մոդելներ թողարկելուց։ Խորհուրդ, թողարկեք փոքր փորձարարական հավաքածուներ։ Ճիշտ էլ ասել է։ Ահա, всё, ուրեմն այդ գործն է մեր ձեռից վերցնում։ Հա, շատ խելոք է։ Իդեպ մենք դրա մասին մի քիչ չխոսեցինք, բայց ավարտին դիտարկում եք արհեստական բանականությունը որպես ձեր ապագա գործընկեր, օրինակ պայմանական ինչ-որ մի հատ գոյություն չունեցող արվեստագետի ստեղծեք AI-ով, սովորացնեք ու դառնա այն որ այսուհետև գեներացնող ինչ-որ մի բան։ Չգիտեմ ինչի նոր մտքիս եկավ։ Կարողա դա ձեր գաղտնի նպատակներից է, մտել դե բացահայտեք ու ավարտեք։ Չէ, այտենց գաղտնի նպատակ որ ստեղծենք այտենց արվեստագետ AI-ով չկա դեռ, բայց այդ լավ բան ասեցիք։ Բայց իհարկե արհեստական բանականությունը բնականաբար դառնալու է եւ արդեն ինչու՞ չէ, կան մեր առօրյայում է։ Պետք է դառնա գործիք։ Այո, մենք դրանով անիմացնում ենք նաև մեր նկարները, շարֆերը, իրանք կենթանանում են։ Մի շատ հետաքրքիր դեպք պատմեմ։ Մենք ունենք շապիկների շարք, որոնք ամառն ենք, հա, թողարկում, արդեն այս տարի 3-րդ տարին կլինի, որը տարին տարվա վրա հասկանում ենք, որ սիրվում է հաճախորդների կողմից։ Եվ անցյալ տարի մի շապիկ էինք թողարկել, որի հետևում մեջքին կար Աշոտ Բայանդուրի նկարներից մեկի սպիտակ ձի էր, մեծ ձիը։ Եվ ֆոտոսեսիայի ժամանակ, երբ որ պրոդուկտը նկարում էինք, այնտեղ շատ հետաքրքիր ֆոտոսեսիա եղավ, եւ մեր մարքեթինգի թիմը Հովհաննեսի գլխավորությամբ արեց դա անիմացրեց։ Ես մի անգամ ասեմ, որ Հովհաննեսին ողջունում ենք, որտեվ Հովհաննեսին երկար տարիներ ճանաչում եմ եւ Հայաստանի թվային մարքեթինգի մեջ լուրջ ներդրում ունեցած հայաստանյան նկատի ունեմ, հա, մասնագետներից է եւ այո, ողջուններ Հովհաննես։ Եվ այդ ձին սկսեց շարժվել երաժշտության տակ։ Եվ մեզ գրում էին հաճախորդները հետաքրքրվում են ու գին են հարցնում եւ այլն տարբեր հարցներ։ Իրանք մտածում են միշտ է շարժվում։ Այո, միշտ շարժվելու է այդ ձին եւ ասում են ինչ որ պուլտ կա դրա հետ։ Կարամ այնց անեմ չշարժվի։ Իսկ որ ինքը շարժվում է, մեջքս քոր գալիս է, թե չէ, օրինակ այնց հարցնում էին, էլի, օրինակ ես չէ։ Այո, այդպես Ձենը կարելի է ցածրացնել, հա։ Օրինակ լուր լինի, որտեվ առավոտյան ես հագնում եմ, երեխան չարթնանա։ Լավ։ Իդեպ ասած, այդ ոնց ասեմ, շատ դեպքերում այդ փոքրիկ խենթ մոտեցումները միգուցե ձեր համար թեմա են, որովհետև չգիտեմ գիտեք թե ոչ, Չինաստանում այսուհետ ունեն ուրեմն LED, չէ, օպտիկա մալուղային ուրեմն մանր թելով գործված, որի վրա կարողանում ես անիմացիա ցույց տաս, այսինքն հագուստ որը այսուհետև նաև կարա ինքը իր վրա ինչ ասես գնա գա։ Իրանք կահույք են արտադրում, արդեն կոստյումներ կան այդպեսի, այնպես որ դա տարբերակ է, որ ինչի որ ինտեգրված տարբերակ լինի եւ անիմացված մի բան դիմաց է հետևը։ Այո։ Որտեւ արդեն այսուհետ այդ տեխնոլոգիան է կա, իսկ դուք նորարարության այդ տեխ մոդելներն է բերելով միգուցե էլ ավելի հետաքրքիր պրոդուկտներ ստանաք։ Արվիկ ջան, շատ հաճելի էր։ Նմանապես։ Ձեր բիզնեսին միայն զարգացում, էլ ավելի մեծ զարգացում, որովհետև կարևոր գործ եք անում եւ մեր արվեստագետներին ճանաչելի եք սարքում թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, սա այսուհետև եւս շատ կարևոր է, որովհետև մենք մտածում ենք Հայաստանը բոլորին ճանաչում են։ Այդպես չի եւ շատ կարևոր է, որ մենք իմանանք, որ նաեւ այդ ճանապարհին դուք ունեք ձեր ձեռագիրը եւ շատ լուրջ վարքագիծ եք ձևավորում, այսինքն մեծ հարգանք դեպի արվեստագետը, մեծ հարգանք դեպի հաճախորդը, մեծ հարգանք այն ամեն ինչին, ինչի հանդեպ ինչի շուրջ ձևավորված է ձեր բիզնեսը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։